Հայաստանի խնդիրների լուծումը այլևս քաղաքական է, եթե նախկինում նաև հասարակական էր եղել, քաղաքական է։ Շնորհակալություն այսօրվա ստացված միջոցառման համար, բավականին էական խնդիրներ բարձրաձայնվեցին և լուծման ուղիներ, ես այսքան արձանագրումներ եմ կատարել։ Իրականում խնդիրը ախտորոշելը ամենաբարձ խնդիրն է, ամենաբարձ, որովհետև մարդիկ չեն հասկանում, նամանավանդ մենեջմենտի մեջ չեն հասկանում, ախտորոշում ինչ է իրենց ներկայացնում։ Խնդիրը լսել, ընկալելը շատ ավելի բարդ է, որովհետև վստահ եմ մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջինը։ Այսօրվա իշխանություններն էլ են շատ խնդիրներ լսել, բայց ունենք կոնկրետ ընկալման խնդիր, շատ կոնկրետ։ Նույնիսկ դժվար է, չէ՞, օրինակ առաջի դասարանի երեխային բարձրագույն մաթեմատիկա բացատրել, բայց դժվար չի մասնիկներից հետո տառերի գրելը բացատրել։ Այն նույնիսկ մասնիկից տառերի գրելու անցման պրոցեսը այս իշխանությունը ունի ընկալման խնդիր։ Սա երկրորդ արձանագրումն էր։ Երրորդը լուծումներն են։ Բավականին առարկայական լուծումներ հնչեցվեցին, բավականին առարկայական, արդեն գալիս է վերջին կետը։ Դերակատարներ, ովքեր պետք է կատարեն, եթե ոչ մենք, եթե ոչ յուրաքանչյուրս, եւ այդպես ովքեր են ընդհանրապես կյանքում հաջողում, մարդիկ բոլորիս կյանքում պատահում են, ովքեր որ ասում են, դե հորեղբայրս չօգնեց, քեռիս չօգնեց, մորաքույրս փող չուղարկեց եւ այլն, այս մարդիկ մինչեւ վերջել այդպես ծերանում են ու ոչ մի բան չեն ասում։ Որ մարդիկ են, ովքեր որ միշտ հաջողում են կյանքում, ովքեր որ գիտակցում են, որ միայն իրենց կարգավորման դաշտում է խնդիրը։ Ցանկանում են լավ ապրել, իրենցից պետք է պահանջեն, ցանկանում են բարեկամներին ու ընկերներին օգտակար լինեն, իրենք իրենց պետք է նեղություն տան։ Հիմա մենք բոլորս ցանկանում ենք ուժեղ հայրենիք, այո, ցանկանում ենք Արցախ վերադարձ, ձեզանից ոչ պակաս եմ ես ցանկանում։ Եվ ես բավականին հաճախ հանրային ասում եմ, որ ես այո Արցախում Արցախի տոնը նշելու եմ, միանշանակ։ Միայն մեզանից պետք է պահանջենք խնդիրները կույքագրելով, լուծումները պատկերացնելով, դերակատարներին փոփոխելով, վստահեցնում եմ, որ մեր մոտ ամեն ինչ ստացվել է։ Շնորհակալություն։ Եվ ես շնորհավորում եմ Հայաստանը, ես եմ շատ մեծ ստացվեց մեր մոտ, շնորհակալություն։